Ողջույն, մենք Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցի աշակերտներն ենք, մասնակցում ենք Smart էկրաններ աշխարհացույցի դպրոցներին մրցույթ ծրագրին։ Մեր նախագծի թեման է մարդու և բնության փոխհարաբերությունները, քարտեզագրելով Հրանտ Մաթևոսյանի ուղին։ Հրանտ Մաթևոսյանը հայ գրականության այն անհատականություններից է, որի ստեղծագործություններում մարդն ու բնությունը մեկ ամբողջություն են։ Մենք ուսումնասիրել ենք նրա կյանքն ու ստեղծագործական ուղին, փորձելով հասկանալ, ինչպես է նա տեսել մարդուն բնության մեջ և բնությունը մարդու հոգում։ Մենք, այս նախագծի մասնակիցներս, որոշեցինք քարտեզագրել այդ ուղին, հասկանալու, թե որտեղ է սկսվում մաթևոսյանական աշխարհը, որտեղ են հատվում մարդն ու բնությունը և ինչպես են նրանք միաձուլվում իրար, և որտեղից կարող էինք սկսել մեր աշխատանքը, եթե ոչ Ահնիձորից, այն Ահնիձորից, որը Մաթևոսյանի ոգեշնչման աղբյուրն էր։ Մենք քայլեցինք այն արահետներով, որտեղով Հրանտ Մաթևոսյանն էր քայլել։ Զգացինք բնության այն կենսական ուժը, որը այդքան մեծ հանճար է կերտել։ Գյուղում հանդիպեցինք մարդկանց, ովքեր հիշում էին նրան ոչ թե որպես մեծ գրող, այլ որպես հարևան, ընկեր, մի մարդ, ով իր ձեռքով էր ծարտ ընկել և տուն կառուցել։ Նրանց պատմությունները դարձան մեր ամենաջերմ հիշողությունները։ Ահնիձորում ստեղծեցինք փոքրիկ տեսաֆիլմեր աշխարհացույց հարթակի համար։ Այնուհետև այցելեցինք Ալավերդու Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարան, որտեղ ուսումնասիրեցինք գրողի կյանքը և ստեղծագործությունները։ Հարցազրույց վարեցինք գրադարանի աշխատակիցների հետ, ծանոթանալով ընթերցողների նախասիրություններին։ Գրադարանում գիրք առ գիրք բացահայտեցինք նրա լեզվի խորությունը, դուրս հանեցինք նրա թևավոր մտքերը, որոնք դարձրինք առցանց փոքրիկ գրքույկ, վերնագրելով մտքի արահետներ։ Մաթևոսյանական աշխարհը լի է բնության գույներով, աշնան դեղնակարմիր տերևներով, գարնան կանաչով, մարդու հոգու լույսով։ Մենք այդ գույները փոխանցեցինք նկարչական մրցույթի միջոցով, մարդու և բնության փոխհարաբերությունները թեմայով։ Մեր դպրոցի պատերն աղմկեցին գույներից, յուրաքանչյուր նկար պատմում էր մարդու և բնության ներդաշնակ կապի մասին։ Բնությունը ապրում է նաև մարդու կերպարներում։ Մենք կազմակերպեցինք կերպարների ցուցադրություն, որտեղ աշակերտուհիները իրենց կերպարներով ներկայացրին Մաթևոսյանի ստեղծած բնության կերպարները, որոնք ծնվել էին հողից և ձգտում էին դեպի լույս։ Աշնան լույսը, որ գալիս էր Մաթևոսյանի տողերից, մենք ցուցադրեցինք նաև էկրանին։ Կազմակերպեցինք Աշնան արև ֆիլմի դիտում և քննարկում 7-ից 9-րդ դասարանի սովորողների համար ու հասկացանք, թե որքան կենդանի է մնում հանճարի խոսքը, երբ այն դառնում է պատկեր։ Ինքներս ներկա գտնվեցինք Մաթևոսյանի հիմնադրամի կողմից կազմակերպված Գոմեշը ներկայացմանը, որից ստացանք մեծ բավականություն։ Ապրեցինք Գոմեշի յուրաքանչյուր զգացողություն և շարժում։ Այստեղ Մաթևոսյանը հիանալի կերպով էր ներկայացրել զարգացումը, Գոմեշի ընթացքը ժամանակի մեջ և ժամանակը նրա մեջ։ Մեր աշխատանքի արդյունքում ստեղծեցինք օգտակար նյութեր և տեսաֆիլմեր աշխարհացույց հարթակի համար, որպեսզի մեր ճանապարհը դառնա նաև ուրիշների քարտեզը դեպի Մաթևոսյան։ Այս ճանապարհի ընթացքում մենք հասկացանք. մարդը բնության մի մասն է, իսկ բնությունը մարդու հայելին։ Եվ երբ այդ երկուսը միասին են, ծնվում է գեղեցկություն, ինչպես Մաթևոսյանի խոսքը՝ պարզ, հողեղեն, բայց լուսավոր։